Բարև ձեզ, նոր ռադիոկայանի սիրելի ունկնդիրներ, տաղավարում հյուրընկալել ենք Դիլիվ գյուղից Ալեքսան Կիրակոսյանին, ով հաջողություններ ունի երաժշտության ոլորտում եւ սովորում է Երևանի Ջիվանու անվան երաժշտական դպրոցում։ Կզրուցենք նրա հետ հենց այս ասպարեզում ձեռք բերած հաջողությունների մասին։ Ողջույն Ալեքսան։ Բարև ձեզ։ Ինչու որոշեցիր հենց ընտրել երաժշտական ոլորտը եւ ինչու որոշեցիր տեղափոխվել Երևան եւ շարունակել այնտեղ։ Ես փոքրուց 6-7 տարեկանից սկսել եմ երաժշտությունը, ավելի փոքրուց երգել եմ, բայց ուրիշ տեղեր չեմ հաճախել սովորելու։ Ես գնացել եմ ընկեր Իրինայի մոտ, Ավագնայի, եւ դրանից հետո ինքը ինձ ուղեկցեց Ջիվանու անվան դպրոցը։ Ինքը ինձ ասեց գնա այդտեղ սովորի, եւ ես լսեցի իրան, գնացի այնտեղ եւ հիմա շատ լավ է, ամեն ինչ իր հունով գնում է առաջ։ Քանի տարի արդեն սովորում ես։ Ես Ջիվանու անվան դպրոցում սովորում եմ արդեն 1 տարի։ Մեծ համերգային ծրագրերով արդյոք հանդես եկել եք։ Դեռ ոչ, շատ փոքր ժամանակ եմ ունեցել մեր Նինոցմինդայում 2018-19 թվականին այդ է եղել իմ համերգը եւ հիմա արդեն ամսի 19-ին այս ամիս տեղի ունեցավ մեր համերգը Երևանում Ջիվանու անվան դպրոցում։ Հույս ունեմ հետագայում ավելի բարձր տեղերի եմ ուզում ձգտել, ավելի բարձր մակարդակի։ Այսինքն շարունակելու ես երաժշտական ոլորտը եւ գնալու ես մինչեւ վերջ, ճիշտ ենք հասկանում։ Շատ ճիշտ եք հասկանում։ Հիմա որևիցե կատարում կարող ես նվիրել մեր ռադիո լսողներին։ Մեծ սիրով։ Ինչ ես երգելու ներկայացրու եւ Հայրենիքի ջուրը։ Շատ լավ, լսում ենք սիրով։ Վեքի ժարու ասպեղանի, ախ իմ հայրենիքի ջուրը, կացր ես կանց նրանգինին, ախ իմ հայրենիքի ջուրը, կացր ես կանց նրանգինին, ախ իմ հայրենիքի ջուրը։ Որտեղից է գալիս քո մեջ երաժշտական գենը, քո ընտանիքում ով է զբաղվել երաժշտությամբ կամ կան մարդիկ, որոնք մինչև այս պահն էլ զբաղվում են։ Իմ երաժշտական գենը գալիս է իմ պապիկից, հայրական պապիկից։ Պապիկի անուն ազգանունը։ Էդվարդ Կիրակոսյան։ Շատ լավ։ Ինքը երգ շատ սիրուն, շատ լսվող ձայն ունի, ուղղակի չի երգում, բայց ես վստահ եմ, որ իրանից եմ ժառանգել իմ երաժշտական տվյալները։ Երգ ևս կատարի հիմա մեր ռադիո լսողների համար։ Մի բալայ էս իմ յարը, մի աղուն է հուրուբոց, խանձեց խորվեց, կտրեց շարս, իմ ջիգարը շինեց խոց, խանձեց խորվեց, կտրեց շարս, իմ ջիգարը շինեց խոց, ով կարող է թող մոտենա էս յաղունին, էս բոցին, կտրիշ կուզեմ, որ դիմանա էս քանդարդին խորխոցին, կտրիշ կուզեմ, որ դիմանա էս քանդարդին խորխոցին, դարդեր վարդեր մեկ եմ հյուսել, ձերքը սարել զարդի տեղ, ես ուզում եմ փունչոտոտել, դարդ եմ շնչում վարդի տեղ, ես ուզում
կատարման համար։ Եվս մեկ հարց, ով է քո ներշնչանքի աղբյուրը եւ ով են քո աջակիցները։ Աջակիցները իմ հայրիկը եւ իմ մայրիկը, որոնք իմ ծնողները ուղեկցել են այդ շնորհքին հասնելու, եւ ես շատ հպարտ եմ, որ ունեմ իմ ծնողների պես ծնողներ, իմ հայրիկը Էդգար Կիրակոսյանն, իմ մայրիկը Նարինե Կիրակոսյանն է, ես հպարտ եմ նրանցով։ Իմ ծնողները ամեն ինչից ինձ չեն զրկել, ամեն ինչին միշտ առաջ են տարել, միշտ ուղեկցել են առաջ։ Ես ավելին չեմ սպասում, ես իրանց վրա հույս եմ դրել, բայց ամենամեծը իմ վրա եմ հույս դրել։ Այ քո հասակակիցներին ինչ խորհուրդ կտաս դու։ Ճիշտ մտածեն ամենակարևորը եւ չսխալվեն կյանքի հարցում։ Եվ միշտ գնան առաջ, չէ՞։ Միշտ գնան առաջ, հետ չնայեն։ Ահա։ Եթե շանսը կա, բաց չթողել առիթը։ Շնորհակալություն քեզ Ալեքսան եւ եւս մեկ երգ, որից հետո եզրափակում ենք։ Խնդրեմ Ալեքսան, ինչ ես երգելու։ Վրաստանա գոզալները։ Գովեմ սրտի ուրախական, Թիֆլիս քաղաքն պատվական, Գովեմ սրտի ուրախական, Թիֆլիս քաղաքն պատվական, Ինչ գեղեցիկ է սիրական, Վրաստանա գոզալները, Ինչ գեղեցիկ է սիրական, Վրաստանա գոզալները, Վրաստանա գոզալները։ Շնորհակալություն Ալեքսան, քեզ ցանկանում եմ բազում հաջողություններ, մեծ բեմեր եւ քո երազանքները կկատարվեն։ Բնականաբար, եթե դու գնաս դրանց հետևից, մենք տեսնում ենք, որ դու պատրաստ ես գնալ քո երազանքների հետևից։ Շնորհակալություն քեզ, որ հյուրընկալվեցիր նոր ռադիոկայանի տաղավարում։ Հուսամ կհանդիպենք ելի կրկին այստեղ այս նույն վայրում։ Կհանդիպենք։